Նարկոսկանդալից հետո Ռիո դե Ժանեյրոն դեռ տագնապի մեջ է։ Ռիոյի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները տեսախցիկների առաջ են փռել Կոմանդո Վերմելիո խմբավորման անդամներից խլած զենքերը։ Կանխատեսելի էր, որ գործողության ընթացքում սպանություններ կլինեն։ Հանցագործներից մի քանիսը հարձակվեցին մեր պետության ու ոստիկանության վրա, 4 ոստիկան սպանվել է, մոտ 1 տասնյակը վիրավորվել։ Զսպում անունը ստացած շուրջ գալի ժամանակ առնվազն 132 մարդ է սպանվել։ Ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ, հարյուրավոր փամփուշտներ, պայթուցիկ նյութեր են պահեսներում գտել ոստիկանները։ Լիքն է եղել բանդայի զինանոցը։ Սպանվածների մարմինները դեռ Ռիո դե Ժանեյրոյի հրապարակում են, կիսածածկ։ Այս տեսարանը շատերին է ստիպում մտածել, որ կառավարությունը պետք է կրակելուց բացի թմրադեղերի վաճառքը կանխելու այլ ճանապարհներ էլ փնտրի։ Խնդիրն այն է, թե ինչպես է պետությունը վերաբերվում աղքատներին։ Այո, սպանվածներից ոչ բոլորն են անմեղ։ Բայց այս երկիրը կարիքավորներին չի աջակցում։ Շատերը աղքատության պատճառով են հանցավոր ճանապարհ բռնում։ Մարդու իրավունքների միջազգային մի քանի կազմակերպություններ ահազանգել են, որ սպանվածների կապը բանդայի հետ դեռ պետք է ապացուցվի դատարանում։ Ճիշտ է, հարակից թաղամասերի բնակիչներից շատերը չեն հավատում, թե Կոմանդո Վերմելիոյի անդամները թույլ կտային, որ իրենց հետ կապ չունեցող մեկը պարզապես զբոսներ զինանոցի մոտ։ Ահա 17, 14, 12 տարեկան այդ տղաները շարունակում են ծաղրել ինձ ասելով արի, սիրում ես չէ ատրճանակներ, զենքեր։ Հանցագործությունը երիտասարդների համար ճիշտ ճանապարհ չէ։ Շատ բրազիլացիներ վստահ են, որ Ռիոյում սպասվող խոշոր միջազգային միջոցառումն է դրդել ոստիկաններին ուժի դիմել։ Նոյեմբերի 10-ից 21-ը Ռիոյում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովն է լինելու։ Խոշոր իրադարձություններից առաջ բիրտ ուժի կիրառումը տեղացիների համար սովորական է։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։